Այսօրվա իմ պատգամը վերնագրել եմ խոստացված առաջնորդը։ Մենք քրիստոնյաներս հավատում եւ ընդունում ենք մեկ Աստծու, որը հանդես է գալիս երեք անձերով, ավելի ճիշտ, Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի։ Դուք գիտեք, որ պատվիրանի մեջ, այո, Սուրբ Երրորդություն, պատվիրանի մեջ գրված է Լսիր Իսրայել, քո Տեր Աստվածը մեկ Աստված է։ Գիտեք ոնց է հնչում եբրայերենով Շմա Իսրայել Ադոնայ Էլոհեյնու Ադոնայ Նեխատ։ Մեխատ էլի։ Քո Տեր Աստվածը մեխատ է։ Բայց նա հանդես է գալիս երեք անձերով։ Եվ փառք Աստծու, որ այսօր այն օրն է, այսօր այն տոնն է, որ մենք խոսալու ենք Աստվածության երրորդ անձի մասին։ Օրհնյալ լինի նա։ Հիսուսի համբարձումից 10 օր հետո հրեաների Պենտեկոստեի տոնի օրը Հիսուսի խոստումը իրականացավ։ Նրա աղաչանքը լսվեց եւ Հոգի Աստվածը եկավ եկեղեցու մեջ առաջնորդելու դեպի երկնային արքայություն։ Հրեաները մինչ առաջին հունձքի տոնը կկատարեին Փեսախի գիշերից հետո, երբ ելք տեղի ունեցավ Եգիպտոսից, Աստված իր ժողովրդին հանեց եգիպտական ստրկությունից ուղղակի հափշտակեց դատապարտելով Եգիպտոսին։ Եվ երբ 50-րդ օրը հասան Սինա, Աստված տվեց օրենքները, որ ստրկամիտ ժողովրդին դարձնի քաղաքակիրթ, պատրաստված ժողովուրդ բոլոր ազգերին լուսավորելու համար։ Ցավոք սրտի, հրեաները չկարողացան այս հանձնարարականը կատարել։ Փառք Տիրոջը եկեղեցու համար։ Փառք Տիրոջը Աստծո ժողովրդի եկեղեցու համար, որտեղ Քրիստոսի միջոցով, հետո էլ Սուրբ Հոգի ու լուսավորությամբ եւ առաջնորդությամբ այսօր եկեղեցին լուսավորում է բոլոր ազգերին։ Նրանց պատմելով ու խոսալով կենթանի Աստծո մասին։ Եթե այն ժամանակ Մովսեսը ստացավ օրենքը քարե տախտակների վրա, ապա Սուրբ Հոգու գալով Սուրբ Հոգին գրեց այդ օրենքները ամեն հավատացողի մտքի եւ սրտի վրա։ Ուզում եք կարդանք Սուրբ գրքից, որ ավելի համոզվենք, որ այդպես է գրված։ Եբրայեցիներ 10:15, բայց Սուրբ Հոգին էլ մեզ վկայում է. Սա է այն ուխտը, որ պիտի կնքեմ նրանց հետ, այն օրից հետո, ասում է Տերը։ Իմ օրենքները նրանց սրտի մեջ պիտի դնեմ եւ նրանց մտքերի վրա պիտի գրեմ։ Նրանց մեղքերն ու նրանց անօրենությունները այլևս չեմ հիշելու։ Իսկ որտեղ դրանց թողություն կա, մեղքի համար այլևս զոհ պետք չէ։ Այս խոսքը վերցված էր Երեմիայի մարգարեության 31-րդ գլխից։ Սերներ, ու եթե ուշադրություն դարձրեցիք, այս խոսքի մեջ ասում է այն օրից հետո, որ օրի մասին է խոսքը։ Խոսքը խաչելության, հարության օրի մասին է։ Այն գործի, այն օրի մասին է, որ Տերը արեց, այդ օրից հետո Հոգին ասում է ես կգամ ու կգրեմ։ Եվ գիտեք, իրականում, եթե մենք ուշադրություն դարձնենք, մենք կտեսնենք ոնց է Հոգին իր խորատներով, իր օրենքներով, իր պատվիրաններով խոսում մեզ հետ։ Ես մի քանի տեղ ուզում եմ Սուրբ գրքից կարդամ եւ իրար հետ միասին այսօր լավ հետաքրքիր ճանապարհորդություն կանենք Սուրբ գրքի էջերով։ Եզեկիել մարգարեության 36:24-ի մեջ 24-ից 27 համարները։ Եվ ձեզ պիտի վերցնեմ ազգերի մեջից եւ բոլոր երկրներից հավաքեմ ձեզ եւ ձեր երկիրը բերեմ ձեզ։ Եվ ձեր վրա մաքուր ջուր պիտի ցողեմ ու պիտի մաքրվեք ձեր բոլոր անմաքրություններից ու ձեր բոլոր կուրքերից պիտի մաքրեմ ձեզ։ Ապա ձեզ նոր սիրտ պիտի տամ եւ նոր հոգի պիտի դնեմ ձեր մեջ։ Ձեր մարմնից պիտի վերցնեմ քարեղեն սիրտը ու ձեզ մարմնեղեն սիրտ պիտի տամ եւ իմ հոգին պիտի դնեմ ձեր մեջ։ Եվ այնպես անեմ, որ դուք իմ կանոններով ընթանաք, իմ պատվերանները պահեք եւ դրանք կատարեք։ Այն մարդիկ, որ ասում են շատ դժվար բան է Աստծո պատվիրաններն ու կանոնները կատարել,
Այս խոսքի մեջ Աստված ասում է, իմ հոգին, երբ որ ես դնեմ քո մեջ, նա կօգնի քեզ, որ դու ընթանաս իմ պատվիրաններով, դրանք պահես ու կատարես։ Եվ Հովհաննեսն էլ կասեր, Աստծո պատվիրանները ծանր բան չի, որովհետև եթե դու սիրում ես քո Աստծուն, իր ասածները քո համար ծանր բան չէ։ Չէ՞ սիրելիներ, հələ մի հատ պատկերացրեք, ում որ սիրում եք, 100 անգամ քեզ ասի գնա մեծ խանութ արի, կգնաս կգաս։ Չէ, գնա ջուր բեր, վազելով էթում բերում ես, ինչի՞, որտեվ դու սիրում ես իրան։ Եթե մենք սիրում ենք Աստծուն, մեր համար ծանր բան չի իր ասածները։ Քո անվան, քո փառքի համար, Տեր, ես կթողեմ սա։ Չես ուզում, չեմ անի։ Միայն դու լինես իմ հետ։ Փառք ասում։ Առաջի Հովհաննես 4:13 Սրանով գիտենք, որ մենք նրա մեջ ենք բնակված, նա էլ մեր մեջ, որովհետև նա իր հոգուց տվեց մեզ։ Այսինքն հոգու գալը մեր կյանքի մեջ ապահովում է մեր Աստծո մեջ բնակվելը եւ նրա մեր մեջ բնակվելը։ Կարևոր է թե չէ։ Ես այս հարցը այսօր շատ եմ տալու։ Կարևոր է թե չէ։ Ինչու հենց Պենտեկոստեի օրը եկավ Սուրբ Հոգին։ Մտածել եք։ Ինչի հենց այդ օրը։ Կարար չէ, Հիսուսի հարությունից մի շաբաթ հետո գար։ Այդքան երկար 50 օր չդիմանային բան չանեին աշակերտները։ Ինչի հենց Պենտեկոստեի օրը եկավ։ Պենտեկոստե, ասեմ ձեզ, հունարենով նշանակում է 50-րդ օր։ Պենտե, 50։ Գիտեք, որ Պենտեկոստեն, ես նոր մի ասեցի Պենտեկոստեի իմաստներից մեկ առաջինը, որ իրանք օրենքը ստացան 50-րդ օրը։ Բայց հետո օրենքով Աստված օրենքի մեջ ասեց, որ դուք 50-րդ օրը Փեսախի տոնակատարությունից հետո դուք պետք է մի կարևոր բան կատարեք։ Եվ դա կոչվում էր երեխայրիների տոն։ Դրա մասին գրված է Ղևտացիների 23-ի 10-ում։ Ինչ էին անում երեխայրիների տոնի ժամանակ, ինչ պատվեր տվեց, ասես ձեր հունձքի են առաջի խուրձերը հավաքեք, ասես խուրձերը հավաքեք և բերեք իմ տուն, կբերեք իմ տուն, այդ առաջի խուրձը հավաքած ձեր բերքից, կտա քահանային, և քահանան կերերացնի իմ առաջ այդ խուրձերը, Եվ հետո ձեր նվերները տալուց հետո, ձեր զոհաբերությունները անելուց հետո, ընդունված կլինի և օրհնված կլինի ձեր բերքը։ Սա երեխայրիների տոնն էր, հիշեք, եթե խոսում ենք Պենտեկոստեից, Պենտեկոստեն բերքի երեխայրիների տոնն է։ Մենք այսօր երեխայրիների տոն չենք անում։ Մենք այսօր քրիստոնյաներս նշում ենք հոգեգալուստի տոնը։ Իսկ ինչ արեց հոգեգալուստի ժամանակ Սուրբ Հոգին։ Տեսեք ինչ արեց։ 120 հատ ցորենի հատիկ հավաքեց խուրձ արեց եւ երերացրեց Տիրոջ առաջ։ Նրանք այդ հունձքի առաջի հունձքն էին, այդ 120 հոգին, որոնք հավաքվել էին վերնատնում, աղոթում էին Տիրոջը, սպասում էին նրա գալուստին և երերացրեց, որտև դրանից հետո լինելու էր մեծ հունձք, և այդ հունձքի մեջ ենք նաև մենք, սիրելիներ, այդ ցորենի մեջ ենք նաև մենք, եթե այն ժամանակ առաջի օրերն էին վերջի ժամանակի, ապա մենք ապրում ենք այսօր վերջի ժամանակի վերջի օրերում։ Ահա թե իմաստն ինչում էր կայանում, ես մտածում եմ, որ նա պիտի գար Պենտեկոստեի օրը։ Պիտի գար ասելու մի բան, որ եկել եմ իմ հունձքի հետևից։ Եկել եմ, որպեսզի ինձ հավատացողներին, իմ ժողովրդին ես հավաքեմ իմ շտեմարանների մեջ։ Եկել եմ, որպեսզի հասցնեմ նրանց տուն։ Դրա համար Հիսուսն ասաց, ես ձեզ որբ չեմ թողնի։ Պարտիրոջը։
Առաքյալները չգիտեին, որ մեծ հունձքը դեռ առջևում է։ Եվ դրա համար էլ հիշում եք, Պետրոսը հելավ հոգով լցվավ ասեց. «Տեսի վերջի ժամանակներն ա կատարվում է հովել մարգարեությունը» եւ դա գրված է Գործք առաքելոց 7-րդ գլխում, մեջ բերում անում հովելի մարգարեությունից։ Տեսեք ինչ է ասում Պետրոսը։ Եվ վերջի օրերին ասում է Աստված, իմ հոգուց պիտի հեղեմ ամեն մարմնի վրա։ Եվ ձեր որդիներին ու դուստրերը պիտի մարգարեանան, ձեր երիտասարդները տեսիլքներ, իսկ ձեր ծերերը երազներ պիտի տեսնեն։ Եվ իմ ծառաների ու աղախինների վրա եւս այդ օրերին իմ հոգուց պիտի հեղեմ եւ պիտի մարգարեանան։ Եվ պիտի ցույց տամ հրաշքներ վերը երկնքում եւ նշաններ ներքևում երկրի վրա, արյուն, կրակ ու ծխիսյուն։ Արեգակը պիտի փոխակերպվի խավարի եւ լուսին արյան, քանի դեռ չի եկել Տիրոջ մեծ ու երևելի օրը։ Եվ այնպես պիտի լինի, որ ամեն ոք, ով Տիրոջ անունը կանչի, կփրկվի։ Գիտեք, Պետրոսը մտածում էր, որ այդ վերջի ժամանակներն է, բայց վերջի ժամանակների առաջի օրերն էր, որտեղ նրանք առաջի հունձքն էին։ Նրանք երեխայիններն էին այդ Տիրոջ հունձքի։ Դեռ մեծ հունձք էր սպասում։ Դեռ հազարավորներ, միլիոնավորներ պիտի հնձվեին, պետք է ընդունեին Տիրոջը եւ փրկվեին։ Դու գիտեք, որ Աստծո ժամանակները մեր ժամանակները չեն։ Պետրոսի թուղթը, որ կարդաք, այնտեղ գրած է, նրա մոտ մեկ օրը 1000 տարվա պես է եւ 1000 տարին մեկ օրվա պես։ Չէ՞, կարդացել եք, չէ՞, այդ հատվածը, որտեղ գրած է այդպես։ Մի բան ձեզ ուզում եմ հիշեցնել, հիշում եք, երբ որ Աստված ասեց Ադամին, որ օրը որ դու ուտես, այդ օրը կմեռնես։ Մենք գիտենք, որ հոգևորապես Ադամը այդ օրը մեռավ, բայց ֆիզիկապես ապրեց 930 տարի։ Եթե մենք վերցնենք, որ Աստծո մոտ մեկ օրը 1000 տարվա պես է, ինքը հենց այդ օրը մեռավ։ Այդ օրվա մայրամուտին Ադամը մեռավ, որովհետև մեկ օրը 1000 տարվա պես է Աստծո առաջ։ Այնքան շատ բան կարելի է խոսել Սուրբ Հոգու մասին, բայց ես կուզենամ այսօր ուշադրություն դարձնենք նրա վկայության մասին։ Ինչ է վկայում մեզ Սուրբ Հոգին։ Նոր Էլեն Քուիջիկն ասում էր, Սուրբ Հոգին վկայում է մեր հոգուն, որ մենք Աստծո որդիներ ենք։ Եկել է վկայելու, արդյոք այդ վկայությունը ես ու դու ունենք մեր սրտի մեջ։ Եթե ունենք այդ վկայությունը, մենք երանելի օրհնյալ մարդիկ ենք։ Իսկ եթե չունենք այդ վկայությունը, այսօր ժամանակն է նրա առաջ կանգնելու ասելու Տեր, ես ուզում եմ քեզ, ես ուզում եմ ճանաչեմ քեզ, ես ուզում եմ փոխվեմ Տեր, ես ուզում եմ ունենալ քո հոգին։ Որովհետև որ մի հայրը, եթե իր զավակը իրանից հաց է ուզում, քար կտա, շարունակում է Հիսուսը։ Եթե դուք Սուրբ Հոգին ուզեք, հայրը կտա ձեզ։ Այո, որդեգրության հոգին կտա, փառք Տիրոջը։ Գիտեք ինչ եմ մտածում, միգուցե մենք համապատասխան ուշադրություն կամ պատիվ չենք տալիս Սուրբ Հոգուն, որ քիչ ենք տեսնում նրա զորության դրսևորումները։ Միգուցե մեզ այդքան էլ չի հետաքրքրում ուսումնասիրելու եւ իմանալու, թե ինչու Հիսուսը գնաց երկինք եւ ուղարկեց ճշմարտության հոգու։ Անկեղծով է ձեզանից մտածել։ Մտածել եք երբևէ ինչի Հիսուսը գնաց երկինք եւ ուղարկեց ճշմարտության հոգու։ Մենք շատ անգամներ չենք մտածում, չենք ուսումնասիրում։ Մենք չենք հարցեր բարձրացնում մեր մեջ, որպիսի դրա պատասխանները Սուրբ գրքից, Աստծո հոգուց ստանանք։ Կարևոր է, չէ՞, Հիսուսի ասածը, որ ես լավա գնամ, որտեվ եթե ես չգնամ, Մխիթարիչը, Սուրբ Հոգին, ճշմարտության հոգին չի գա, որը ձեզ համար կարևոր է։ Ինչու՞, որովհետև միանգամից հազարավորների, միլիոնավորների հետ կարող է լինել Սուրբ Հոգին։ Իսկ Հիսուսը, քանի որ մարմնի մեջ էր, Հիսուսը որպես մարդ կարող էր լինել միայն մեկ տեղում։ Եվ շատ հետանոցներս չէին կարող գնալ այդ վայրը շատերը եւ հանդիպել նրան։ Բայց քանի որ այսօր Սուրբ Հոգին
ամենուր է կա։ Եվ ամեն կանչողի կարող է մոտենալ եւ մենք զգանք նրա ներկայությունը մեր կյանքի մեջ։ Սա ավելի լավ է։ Փառք Աստծուն։ Այն ինչ կարող է անել Սուրբ Հոգին, վեր է մարդկային պատկերացումներից։ Հեսա մի քանի բաներ ասեմ, պատկերացնենք, այն ինչ որ Սուրբ Հոգին կատարել է ու կատարում է, վեր է մեր պատկերացումներից։ Վերա ոնց կարող է հանցագործին, այն վերին աստիճանի, այն մարդասպանին, ոնց կարող է վերափոխել Սուրբ Հոգին։ Այն ինչ որ մարդկանց կողմից անհնարին է, այն ինչ որ ոչ մի դասիրակչական միջոց չի կարող փոխել մարդուն, դա հնարավոր է Աստծո կողմից։ Երբեք չասես, այս մարդը չի փոխվի։ Դա քո չափումներն են, բայց ոչ Սուրբ Հոգու։ Սուրբ Հոգին եկել է, որպեսզի մեզ փոխի, եկել է, որպեսզի մեր հին բնավորությունը փոխի, եկել է, որպեսզի մեզանից ազատի։ Եթե մեկը իրան լավ ազգում, որ ինքը շատ լավն է, շատ բարեկեցիկ, բարեկիրթ, բարեպաշտ մարդ է, հենց հանդիպեցի Սուրբ Հոգուն, կարծիքդ փոխվելու է քո մասին։ Կան մարդիկ, ովքեր հանդիպել են ու իրանց կարծիքը փոխվել է, ու մինչև հիմա է փոխվել։ Գիտեք ինչու։ Որտև Սուրբ Հոգին վառում այդ լույսը մեր կյանքի մեջ, միացնում այդ լույսը մեր կյանքի մեջ, եւ այդ լույսի մեջ, այդ հայելու մեջ մենք տեսնում ենք մեր իրական պատկերը։ Մթի մեջ, խավարի մեջ մենք մեր մասին մեծ կարծիք ունեինք, բայց հենց լույսը եկավ, տեսանք ինչ ենք մենք հագած, տեսանք ինչ մեր դեմքի կեղտը, մեր մազերի խառնված լինելը, մեր վատ, չար վիճակը մենք տեսանք։ Փառք Տիրոջը, որ այդ լույսը վառեց մեր կյանքի մեջ։ Եվ այսօր ես ու դու պարծենալու բան չունենք, սիրելիներ։ Պարծենալու բան չունենք ոչ մեր կրթությամբ, պարծենալու բան չունենք ոչ մեր ժառանգությամբ, ոչ մի բանով պարծենալու բան չունենք։ Որովհետև գրված է, նրանք ծնվեցին Աստվածանից, ոչ թե մարմնից, ոչ թե մարդու կամքից, ոչ թե արյունից, այլ Աստվածանից ծնվեցին։ Նրանից, նրա կամքով, նա կամեցավ մեզ ծնելու, նա կամեցավ մեզ փոխելու, եւ դա մեր լավ լինելուց չէր, այլ նրա ցանկացածով էր։ Մենք ուղղակի համաձայնվեցինք։ Մենք ուղղակի ձեռք բարձրացրեցինք եւ Տերը փոխեց ու փոխում է մեր կյանքը։ Օրհնյալ լինի Տերը։ Փառք Հիսուսին։ Ես հիանում եմ Սուրբ Հոգու կենարար զորությամբ, խավարը ցրող եւ անձևությանը ձև տվող, երկիրը անձև ու դատարկ էր, եւ Տիրոջ Հոգին շարժում էր ջրերի վրա։ Այո, նա եկավ, որպեսի ձև տա, նա եկավ, որպեսի խավարը ցրի, նա այդ Հոգին է, սիրելիներ։ Մեկ աղավնակերպ իշխնող Հիսուսի վրա, մեկ անապատ տանող Հիսուսին, որ սատանայից փորձվի, մեկ էլ Հիսուսին օծող, որ սատանայից հարստահարողներին ազատի։ Մեկ Հիսուսին տանում անապատ, որ սատանան փորձի, մեկ էլ օծում է, որպեսի Հիսուսը սատանայից հարստահարվածներին ազատի։ Մեկ Անանիային ու նրա կնոջը մահվան դատապարտող, մեկ էլ գերեզմանից մեռածներին հարություն տվող։ Ո՞վ է Սուրբ Հոգին։ Արդյոք ես ճանաչում եմ։ Անկեղծ ուզում եմ խոստովանել, սիրելիներ, որ ես դեռ այդպես չեմ ճանաչում իրան։ Ես այդ ընթացքի մեջ եմ ճանաչողության։ Ինչքան որ կարդում եմ, ինչքան որ ուսումնասիրում եմ, ինչքան որ հաղորդակցվում եմ նրա հետ, մեկը, եթե հարցնեք ամբողջովին կամ, չգիտեմ, ես չեմ ճանաչում դեռ իրան։ Գիտեք ինչի, երևի որ Սուրբ Հոգին եկել ավելի շատ մեզ բացահայտելու Հիսուսին, եկել է մեզ ավելի ճանաչացնելու Հիսուսին,
եկել է որպեսզի մեզ լուսավորի Հիսուսի գործը մենք տեսնենք, որտեղ մեր փրկագնումը Հիսուս Քրիստոսի կատարածով է։ Եվ այդ անձը խոնար անձը գալիս է որպեսզի մեզ առաջնորդի։ Այո, նա մեր խոստացված առաջնորդն է։ Փառք Տիրոջը։ Մի աստվածապաշտ մարդու, որին հոգին երկար տարիների կյանք էր տվել, վկայել էր, որ չի մեռնելու մինչև չտեսնի Հիսուսին։ Ով էր այդ մարդը? Սիմեոնը, այո, Սիմեոն ծերունին։ Արդյոք այդ նույն հոգին մեզ չի վկայել, որ մենք Քրիստոսին առանց տեսնելու հավատացյալներս չենք մեռնելու, մինչև մեր աչքերը տեսնեն մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսին։ Այո, այդ նույն հոգին այսօր մեզ է վկայում, որ դու մահ չես ճաշակելու, որ դու չես մեռնելու, մինչև կտեսնես Հիսուսին։ Հիմա կասեք, ինչքան հավատացյալներ են մեռել ու չեն տեսել։ Ասեմ, սիրելիներ, նրանք չեն մեռել։ Կյանք ունեցողը չի կարող մեռնել։ Նրանք ննջել են հարության հույսով։ Հոգին, Սուրբ Հոգին նրանց հարություն պիտի տա, եւ նրանք կտեսնեն Հիսուս Քրիստոսին։ Ուրեմն մացեք սիրելիներ, Հիսուսը հայտարարեց ու ասեց. Ես եմ հարությունը եւ կյանքը։ Ով հավատում է ինձ, թեև մեռնի, պիտի ապրի։ Սա նշանակում է մի բան, այս մարդը թեկուզ ֆիզիկապես կարող է ննջել, բայց նա չի մեռնելու, որովհետեւ կյանք ունեցողը չի մեռնելու։ Փառք ես Տեր, որ մեզ կյանք ես տվել եւ մենք չենք մեռնելու։ Ուզում եմ ավելի հաստատվենք Սուրբ Գրքից, կարդալով Ավետարանից, 2 Կորինթացիների 4:13-ն եմ ուզում կարդալ։ Հավատի նույն հոգին ունենալով, ինչպես որ գրված է, հավատացի դրա համար խոսեցի։ Մենք էլ հավատում ենք ու դրա համար էլ խոսում ենք, գիտենալով, որ Տեր Հիսուսին հարություն տվողը մեզ էլ Հիսուսի հետ հարություն կտա ու ձեզ հետ իր առաջ կկանգնեցնի։ Ով է Հիսուսին հարություն տվողը։ Հռոմեացիս 8:11, այստեղ արդեն Պողոս առաքյալը բացահայտում է, ով է Հիսուսին հարություն տվողը։ Եվ եթե Հիսուսին մեռելներից հարություն տվողի հոգին բնակվում է ձեր մեջ, ապա Քրիստոսին մեռելներից հարություն տվողը ձեր մականացու մարմիններն էլ կկենդանացնի իր հոգու միջոցով, որ բնակվում է ձեր մեջ։ Լսեք, 2 անգամ այս խոսքի մեջ ասում է հոգին բնակվում է ձեր մեջ։ Եթե բնակվում է հոգին ձեր մեջ, ուրեմն նշանակում է դու հարություն ես առնելու։ Մահը քո վրա իշխանություն չի ունենալու երբեք։ Վկայություն ունես քո ներսում, որ դու Աստծո որդի ես։ Եթե այո, ապա չես մեռնելու, որտև կյանքի հոգին եկել է մեր մեջ։ Մեզ կենդանացնող հոգին, սիրո, զորության եւ զգաստության հոգին, որ չվախենանք, այլ վստահենք հոգուն, ապրենք այս պանդխտության տարիները նրա հետ միասին։ Իսկ եթե մեկը մեղքեր է գործում եւ չի զղջում արածների համար, քեզ համար էլ ասեմ, ուշադիր լսի, վախեցիր նրանից, որովհետև իշխանություն ունի հոգիդ եւ մարմինդ գեհեն ուղարկելու։ Հիսուսն ասում էր, եթե մարդու որդու դեմ հայոյեք, կներվի ձեզ, բայց եթե մեկը Սուրբ Հոգու դեմ հայոյություն անի, նրան չի ներվի ոչ այս աշխարհում, ոչ էլ մյուս աշխարհում։ Դրա համար սիրելիներս իրականում երկյուղ թող իջնի մեզ վրա, որովհետև մենք Սուրբ Հոգու տաճար ենք, այն օրվանից, որ մենք ընդունել ենք Աստծուն, մենք դարձել ենք Հոգու տաճար։ Եվ եթե Հոգին եկել է մեր մեջ, ուրեմն ապրենք համապատասխան, քրիստոնյա վայել, խոնար նրա առաջ, չմեծամտանալով, չնեղացնելով իրան, չմարելով, որովհետև մեծ դատապարտություն կա նրանց համար, ովքեր հակառակ կապրեն Աստծուն։ Եկեք իրար հետ միասին թվարկենք ինչ է արել մեզ համար Սուրբ Հոգին։
Մեզ կենթանացրեց, երբ մեռած էինք մեղքերի մեջ։ Տվեց մեզ նոր մտածելակերպ ճշմարիտը հասկանալու համար։ Մեզ առաջնորդեց դեպի ապաշխարության։ Սերներ, եթե դու ես մտածում ենք, որ մենք ենք դե ապաշխարե, մենք փոխվեցինք, գրած է, ոչ մեկ Հիսուսին Տեր չի կարա դավանի, եթե ոչ Սուրբ Հոգով։ Մենք համաձայնվեցինք եւ Սուրբ Հոգին գալով մեր կյանքի մեջ, մեզ լուսավորելով, մեղքի համար հանդիմանելով, մեզ տարավ ապաշխարության։ Դրան իր նպատակը դա էր, որ գար ու մեզ դեպի սրբության լույսի առաջնորդեր, սերներ։ Ճանաչեցրեց հիանալի Հիսուս անձին եւ նրա կատարածը լուսավորեց մեզ համար։ Մենք Հիսուսին չէինք կարա ճանաչեինք, եթե Սուրբ Հոգին չճանաչեցներ մեզ իրանց։ Ու այսօր էլ ճանաչեցնում է, այսօր էլ մեզ բացում է։ Դու գիտեք, չէ, որ մարգարեները գրած է հոգուց շարժված խոսեցին։ Եվ Սուրբ Հոգին է ներշնչել եւ Սուրբ Հոգին է առաջնորդել այս խոսքերը գրվելու, որպեսզի մենք այսօր կարդանք ու իմանանք ճշմարտությունը։ Եվ ձեզ մի բան ասեմ, շատ կարևոր, որ մենք երբ որ այսօր կարդում ենք, հեղինակը, որ նա է բացում է մեզ, որպեսզի մենք կարողանանք հասկանալ։ Հիշում եք այն ներքինին կարդում էր ու չէր հասկանում։ Ասում է, եթե մեկը չբացատրի, չեմ կարող այս հասկանամ։ Փառք Աստծուն, որ եկեղեցու մեջ Աստված դրել է ուսուցիչներ, հովիվներ, որոնց Սուրբ Հոգին բացում է խոսքը եւ նրանք էլ կարողանում են ժողովրդին մատակարարել, ժողովրդին բացատրել։ Փառք Աստծո իր ընտանիքի համար, որ Աստված այնպես գեղեցիկ, այնպես համահունչ է ստեղծել իր ընտանիքը, որպեսզի միասին իրար հետ հարմարված աճելով հասնեն Քրիստոսի հասակին։ Ես Հիսուսին չէի ճանաչի, եթե Սուրբ Հոգին ինձ չլուսավորեր։ Եվ գիտեք, չէ, ինչքան սկսում ես ճանաչել Հիսուսին, այնքան սկսում ես սիրել իրան։ Ինչքան ճանաչում ես Հիսուսին, այնքան արժե զրկվում է այս ունային կյանքը։ Եվ ուրիշ արժեքներ են քո մեջ բարձանում։ Դու հասկանում ես, որ կյանքը չվատնես այս ժամանակավոր բաների վրա, որովհետև առջևում հավիտենականն է։ Հələ մի հատ ասա հավիտենական, վերջ չունի այդ կյանքը, որը Աստված պատրաստել է մեզ բոլորիս համար։ Սուրբ Հոգին մեր մեջ բերեց առաքինություն, սեր, հավատք, հույս։ Նա եկավ եւ դատարկաձեռն չեկավ իր եկեղեցու մեջ։ Նա եկավ պտուղներով, նա եկավ պարգևներով իր եկեղեցու մեջ։ Օրհնյալ լինի Սուրբ Հոգու գալուստը մեր կյանքի մեջ։ Մի օր այստեղ առավոտյան ժամը 5-ն էր, աղոթք էի անում, երկար տարիներ առաջ էր։ Մի տեսիլք տեսա, ես շատ տեսիլքներ չեմ տեսել, սերներ, բայց այդ օրվա այդ տեսիլքը այնքան տպավորիչ էր, որ մինչև հիմա չեմ մոռացել։ Եվ այդ տեսիլքի մեջ տեսա արևն ու լուսինը, իրար կողքի։ Ու երբ որ տեսա, մտածում էի, այս ինչի են իրար կողքի, այս արևն ու լուսինը։ Պիտի իրարից հեռու լինեն։ Հետո մեկ էլ տեսա այս արևը, սենց իրա բերանը բացեց ու այս լուսնին կերավ։ Երբ որ էդի տեսա, ես անհանգստություն մեջս առաջացավ։ Ասեցի, բա գիշերը ով պիտի լուսավորի, եթե լուսինը չլինի։ Ու մեկ էլ այս արևը սկսեց բոցկլ տալ սենց, մեկ էլ բացեց բերան ու փսխեց դուրս այս լուսնին։ Երբ որ լուսինը դուրս եկավ արևի մեջից, դարձել էր արև։ Ու ես տեսնում եմ երկու արև։ Ու հենց այդ պահին հարցրեցի. Տեր, այս ինչ է ես որ տեսնում եմ։ Ու գիտեք, մի անգամից եկավ մեկնությունը։ Ու ինձ շատ սենց ասեմ գոհացրեց այդ մեկնությունը, որ ես լսեցի։ Տեսեք ինչ ասեց։ Ասեց ժամանակ կար, որ լուսնի լույսը հերիքում էր լուսավորելու երկիրը։ Բայց գալու է ժամանակ,
Խավարը այնքան է շատանալու, որ արդեն լույսնի լույս, այսինքն եկեղեցու լույսը չի բավականացնելու։ Պետք է արևի լույս։ Եվ ես հասկացա մի բան, որ Աստված պատրաստում է իր ժողովրդին, վերցնելով իր մեջ, դարձնում է արևներ, դարձնում է արեգակ, դարձնում է լուսավորում է իր ժողովրդին, ավելի ասենց ասեմ պատրաստում է ժողովրդին, որպեսզի այդ ժողովուրդը այն խավար օրերը, որ պիտի գան այս երկրի վրա, ու սիրելիներ, Աստծո խոսքը վկայում է մեզ, որ խավար օրեր են գալու երկրի վրա։ Այնպիսի օրեր են գալու երկրի վրա, որ աշխարհը չի տեսել այդպիսի խավար օրեր, որպիսի եկեղեցին կարողանա պատրաստ լինել լուսավորելու այդ խավարի մեջ, պատրաստ լինել անձնազոհ կանգնելու լուսավորելու այդ խավարի մեջ։ Օրհնյալ լինի Աստված, եւ իր գործը շատ կարեւոր է, նրա մտահոգությունը մենք ենք սիրելիներ, նրա մտահոգությունն է, որ այն գործը, որ սկսել է մեր կյանքի մեջ, ավարտին հասցնի, տանի միջև վերջ։ Այո, Սուրբ Հոգին դարձավ մեր ժառանգության գրավականը, զորացրեց եւ զորացնում է մեզ ծառայության մեջ, որ համարձակությամբ վկայենք այս խավար աշխարհում լույսի մասին։ Հովհաննեսը Մկրտիչը անգամ ասում էր. ես չեմ լույսը, ես եկել եմ, որպեսզի լույսի մասին վկայեմ։ Այս վերջերս այտենց քննարկումներ ունեցանք խմբակներում, Հիսուսը որ ասում էր ես եմ աշխարհի լույսը, ինչ նկատի ուներ, որ ով որ գա իմ հետևից, խավարի մեջ չի մնա, այլ կյանքի լույսը կունենա։ Ու եկանք այն եզրակացության, որ մենակ Հիսուսը կարա մեր հոգու խավարը լուսավորի։ Սերեններ, ոչ մի դասիրակչական միջոցներ, ոչ մի իզմեր, ոչ մի ուսմունքներ, ոչ մի անձնավորություն չի կարող մեր հոգու խավարը լուսավորել, միայն դա կարող է անել Հիսուս Քրիստոս անձը։ Որովհետև անգամ Հովհաննեսը, որ մարգարեներից մեծագույնն էր, անգամ Հովհաննեսը, որ Սուրբ Հոգով լցված ու ծնված էր, նա ասեց. ես չեմ լույսը, ես եկել եմ լույսի մասին վկայեմ։ Որովհետև նա է ճշմարիտ լույսը, որ աշխարհ եկող ամեն մարդու լուսավորում է։ Եվ Հիսուսն ասեց. ես գնում եմ ու իմ նմանին կուղարկեմ երկիր։ Ալաո այս բառն է բանում հունարենում, որ նշանակում է ճիշտ իմ նմանին։ Չխռովի ձեր սրտերը, ճիշտ իմ նմանին կուղարկեմ։ Եթե ճիշտ իմ նմանին, ուրեմն նշանակում է Սուրբ Հոգին է աշխարհի լույսը։ Եվ այսօր Սուրբ Հոգին եկեղեցու մեջ է, եւ Սուրբ Հոգին այդ լույսը մեր մեջ է, որպեսզի լուսավորի մեզ, որպեսզի մեր հոգու խավարը լուսավորվի։ Եվ մենք կարողանանք տեսնել, որտեվ քանի դեռ չի լուսավորվել, մենք չենք կարող տեսնել։ Նա եկել է, որպեսզի մեր կուրությունը վերցնի, որ մենք կարողանանք տեսնել։ Ու ես ձեզ ասեմ, ինչի է կոչվում ճշմարտության հոգի, որովհետև ամենամեծ լուսավորությունը մեր կյանքի մեջ, որ կատարվում է, դա ճշմարտության միջոցով է։ Ճշմարտության միջոցով է։ Ինքը ճշմարտությունով լուսավորեց մեզ։ Ճշմարտությունը բերեց հասկացրեց մեզ։ Այդ ճշմարտությունը, երբ որ մարդը ընդունում է, ինքը ազատվում է խավարից, ազատվում է, որովհետև ճշմարտությունը լույս է։ Դրա համար է սերներ, ճշմարտություն խոսանք իրար հետ։ Այդտենց ասում առաքյալը։ Ճշմարտություն խոսանք, սուտը հանենք մեր կյանքից։ Ամեն մարդու ճշմարիտը խոսա։ Ճիշտ է, դուրները չի գա, որովհետև շատերի դուրը լույսը չի գալիս։ Դու ճիշտը խոսա, թող լուսավորի։ Այն նրանք, ովքեր խավարասեր են, հենց լույսը վառում ես, փախնում են, որովհետև չեն սիրում լույսը, որովհետև իրանց տարրականությունը կերևա, դրա համար չեն սիրում լույսը։ Ոչինչ, դու լուսավորի, դու ճշմարտությունը խոսա, դու մի նմանվի, որովհետև դու Աստծո զավակ ես։ Սուրբ Հոգին եկել է սա անելու մեր կյանքի մեջ։ Տեսեք, Սուրբ Հոգին եկել է վկայելու, որ մենք մահ չենք տեսնելու, Սուրբ Հոգին եկել է վկայելու, որ մենք Աստծո որդիներ ենք, եւ երրորդը, Սուրբ Հոգին եկել է Հովհաննես 16:13։ Եկեք միասին կարդանք։
Երբ ճշմարտության ոգին գա, ձեզ կառաջնորդի դեպի ամբողջ ճշմարտությանը, որտեղ ինքը իրենից չի խոսա, այլ կասի ինչ որ կլսի եւ գալիք բաների մասին կպատմի ձեզ։ Նա ինձ պիտի փառավորի, որտեղ վերցնելու է իմ ունեցածից ու հայտնելու է ձեզ։ Այն ամենը, ինչ հայրը ունի, իմն է, դրա համար ձեզ ասացի, թե ինչ որ ինձնից վերցնի, կհայտնի ձեզ։ Սուրբ Հոգին եկել է վկայելու Հիսուսի մասին եւ փառավորելու նրան։ Մենք վկայության մասին տեսանք ինչքան բաներ է Սուրբ Հոգին վկայում մեզ։ Վկայում է, այո, վկայելու է Հիսուսի մասին եւ փառավորելու է Հիսուսին։ Եկեք միանանք Սուրբ Հոգու վկայությանը եւ միասին փառավորենք մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսին։ Այո, ինչ ենք մենք այստեղ երգում, երկրպագում, մեծարում, որովհետև լուսավորվել ենք սիրելիներ, որովհետև Սուրբ Հոգին եկել է եւ մեզ սովորեցնում է փառավորել Հիսուսին։ Սուրբ Հոգին եկել է վկայում է Հիսուսի մասին, թե Հիսուսը ինչ արել իմ ու քո կյանքի մեջ։ Եվ մեզ այսօր օգնում է մեր տկարությունների մեջ, որովհետև ինչպես պիտի աղոթենք չգիտենք, ինչպես պիտի փառաբանենք չգիտենք, բայց նա օգնում է մեզ, որպեսզի մենք փառավորենք Հիսուսին։ Ինչքան լավ գործ է անում Սուրբ Հոգին մեր կյանքի մեջ։ Ովքեր են ապրել են ապրումը, երբ որ Սուրբ Հոգին եկել էր քո կյանքի մեջ եւ դու լացում էիր ապաշխարությանը ժամանակ, ու երբ որ քեզ հարցնեին ինչ էիր լացում, դու չէիր կարող ասեիր ինչի ես լացում։ Այդ եղել է այդպես ապրում։ Որ սենց հեկեկալով լացում ես, ոնց որ ծեծել են քեզ, բայց մտածում ես ինչի եմ լացում։ Գիտեք ինչի էինք լացում, որովհետև մեր հոգին հանդիպել էր Աստծուն։ Մեր հոգին հանդիպել էր Աստծո հոգուն։ Դրա համար էլ սառույցները սկսել էին հալվել, որտեղ ջերմություն, տաքություն չկա, լույս չկա, այնտեղ սառույցը։ Այսօր աշխարհի մեր շրջապատող մեր հայրենակիցները սառնության մեջ են։ Ջերմություն է իրանց պետք, սիրելիներ, լույս է իրանց պետք, Տիրոջ ներկայությունն է նրանց պետք։ Եվ Սուրբ Հոգին այսօր վկայում ասում է, այդ լուսավորողը իմ եկեղեցին է, դուք եք։ Դրա համար էլ Հիսուսն իր աշակերտներին ասեց, դուք եք երկրի աղը եւ աշխարհի լույսը։ Գիտեք ինչ է նշանակում երկրի աղ աշխարհի լույսը։ Ասում էր, որ դուք պիտի վկայեք մարդկանց խոսքով եւ գործով։ Դու կարող ես խոսքով, որը աղն է, վկայես, եւ կարող ես գործով վկայել, որը լույսն է։ Կարիք չկա, որ մեկին դու կարող ես ուղղակի ապրել որպես քրիստոնյա ու մարդիկ կտեսնեն, որ դու ուրիշ ես։ Ինչքան այստեղ վկայություններ կան, որ մարդիկ կարող են վկայել ու ասել, մոտեցել ու ասել են, դու մեզնից տարբերվում ես, դու ուրիշ ես։ Ու դու այդ ժամանակ, երբ որ ասել ես, այո, ես ուրիշ եմ, որովհետև ոչ թե մեծամտություն, այլ որովհետև նա ինձ փոխել է, որովհետև նա ինձ դարձրել է այսպիսին։ Եվ մենք պիտի կարողանանք մեր կյանքով ու գործով, սիրելիներ, Սուրբ Հոգին հենց դրա համար է եկել մեր կյանքի մեջ։ Տեսեք, այն ինչը որ մի հոգին կանի, այն ինչը որ հազարները կարող են անել։ Եվ մենք ենք այսօր նրա մարմնի անդամները, որ պիտի խոսանք գլխի մասին, որ պիտի պատմենք նրա կատարածի մասին, եւ այսօր Սուրբ Հոգին եկել է մեզ զորացնելու, որ մենք համարձակ լինենք այդ ծառայության մեջ։ Ինչքան կարևոր է Սուրբ Հոգու էջքը մեր կյանքի մեջ։ Առանց իրա մի պատկերացրեք սելներ, առանց իրա չորանալու է ամեն ինչ, առանց իրա խավար է։ Սուրբ Հոգին եկել է վկայելու Հիսուսի մասին եւ փառավորելու նրան։ Եկեք միանանք Սուրբ Հոգու վկայությանը եւ միասին փառավորենք մեր Տիրոջը Հիսուս Քրիստոսին։ Ունենալով սրբության սրբոցում ուխտի տապանակ Սուրբ Հոգուն, որը վկայությունն է Աստծո ներկայությանը մեր մեջ։ Նրանք ովքեր առաջի անգամ են լսում այս արտահայտությունը, ասեմ ձեզ, 5 տակարանի մեջ
խորան էր պատրաստված։ Եվ Աստված պատվեր էր տվել մի տապան պատրաստել, մի արկղ պատրաստել, որի վրա քերոբեներ կային, եւ այդ արկղը կոչվում էր ուխտի տապանակ։ Եվ դա պիտի դրվեր այդ երրորդ սրահում, որը սրբության սրբոց էր կոչվում, քոթեշ քաթաշիմ էր կոչվում։ Եվ այնտեղ Տիրոջ ներկայությունը պիտի լիներ ամբիսյունով։ Եվ այնտեղից էր, որ Մովսեսի հետ Աստված խոսում էր քավության մեջից։ Եվ երբ որ նայում ես ուշադրությամբ, դու տեսնում ես, այո, դա խորհրդապատկերն է։ Այո, տարբեր խորհրդապատկերներ կարող են ասել ուխտի տապանակին, բայց ինձ համար խորհրդապատկերն է Սուրբ Հոգու, որը եկել է մեր հոգու մեջ։ Եկել է այն սրբության սրբոցը, որը Աստված նորացրել է, նոր հոգի ա տվել մեզ։ Եվ այնտեղ Սուրբ Հոգին գալով մեր հոգու մեջ ապահովում է Տիրոջ ներկայությունը։ Մեզ կարիք չկա, սիրելիներ, որպեսզի երկար հեռու տեղեր գնանք կամ հասնենք Երուսաղեմ, որպեսզի հանդիպենք։ Այսօր Աստված այդ գործը կատարել է մեզ համար, եկել է մեր մեջ։ Դու շշուկով անգամ կարող ես խոսալ եւ նա կլսի։ Դու կարող ես քո մտքի մեջ փառավորել իրան եւ նա կընդունի։ Որովհետեւ ինքը հեռու-հեռուներում չի, ինքը մեզ շատ մոտ է։ Եվ ուխտի տապանակը վկայությունն է Աստծո ներկայության մեր մեջ։ Օգտվենք այն պարգևներից, որ նրա մեջ են, այն հիանալի բարոյական օրենքներից, սափորով մանանայից եւ ծաղկած եւ պտուղ տված գավազանից, թող հիշեցնի դա նրա ընտրության մասին։ Ուզում եմ հարց տալ, չմտածեք, որ դուք մեծամտություն, ովքեր են ընտրված իրենց համարում։ Փառք Տիրոջը ձեզ համար։ Ես էլ եմ ինձ ընտրված համարում։ Ընտրված եմ համարում ոչ թե նրա համար, որ ես լավն էի, դրա համար ինձ Աստված ընտրեց։ Չէ, հիմա ես ուզում եմ բացատրեմ ինչի եմ ես ինձ ընտրված համարում։ Որովհետև մի օր իմ դուռը ծեծեցին։ Եվ երբ որ ես դուռս բացեցի, ինձ հրավերք տվեցին։ Եվ այդ հրավերքը այսպիսին էր. Թագավորը քեզ կանչում է իր որդու հարսանիքին։ Թագավորը քեզ հրավիրում է իր ընտանիքի մեջ եղած խնջույքին։ Երբ որ ես այդ հրավերը ընդունեցի, ես դարձա ընտրված։ Ոչ թե ընտրված, որ ես լավն եմ, այլ ուղղակի այդ հրավերը ընդունելով ես դարձա ընտրված։ Մատյանի մեջ գրվեց իմ անունը, որ այս մարդը ընդունել է հրավերը։ Նա գալու է այդ օրը հարսանիքին, նա մասնակցելու է։ Այո, իմ տարիքի երիտասարդ ինչքան տղաներ իմ հետ սկսեցին, բայց նրանք մերժեցին, թողեցին, այդ հրավերը չընդունեցին։ Բայց ես ամուր բռնեցի այդ հրավերը։ Ես հավատացի, որ Տերը ինձ հրավիրել է, եւ հավատալուց հետո ես համոզվեցի։ Գիտեք ինչպես համոզվեցի։ Համոզվեցի, որովհետև իմ կյանքը սկսեց փոխվել։ Ես սկսեցի նոր ձևի մտածել։ Իմ կյանքը փոխվեց եւ ես հասկացա, որ այսքան ժամանակ ես ապրել եմ անիմաստ։ Իմ կյանքը փոխվեց եւ ես զգացի նրա ներկայությունը։ Սերներ իմ վրայից այդ ցնցոտիները հանվեց եւ ինձ նոր սպիտակ զգեստներ տրվեց արդարության։ Եվ դա արեց իմ Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսը։ Ես այնքան շնորհակալ եմ Տիրոջից, որ ինքը գտավ ինձ։ Մեկ-մեկ ամբագորգորը, որ ամբարտավան կանգնում խոսում են, մենք գտանք Տիրոջը, մենք հավատացինք Տիրոջը, մենք սենց լսեք, խավարի մեջ եղածներին լույս ծագեց։ Խավարի մեջ եղածները չէին կարա լույսը մանգային, որովհետև իրանք գաղափար չունեին անգամ լույսի մասին։ Խավարի մեջ ծնվածները ոնց կարային գաղափար ունենային լույսի մասին։
Կույրերը ոնց կարային գաղափար ունենային գույների մասին, եթե այդ լույսը ինքը չծագեր իմ կյանքի մեջ։ Դրա համար ես հավետ երախտապարտ եմ Տիրոջը սերներ, որ ինքը գտավ ինձ, ինքը փոխեց ինձ, ես ուղղակի այդ հրավերը միայն ընդունեցի։ Դուք այդ հրավերը ընդունեցիք, դուք միայն ձեռքների հետ բարձրացրեցիք ու արձագանքեցիք, եւ հավատք բերողը մեր կյանքի մեջ, փոխողը մեզ, կենթանացնողը նա եղավ։ Օրհնյալ լինի նրա անունը։ Եթե ընդունես, կդառնաս ընտրվածների շարքում, եթե մերժես, քո արարքը արդարացում չունի։ Այստեղ շատերը երկար տարիներ իրանց անձնական կյանքն են դարձրել Աստծուն ծառայելը եւ երկրպագելը։ Հովիվը արդեն 60 թվականից մինչև հիմա իր անձնական կյանքն է դարձրել Աստծուն ծառայելը ու երկրպագելը։ Սերունդներ, ես էլ երկար տարիներ հավատքի մեջ եմ ու տեսել եմ Հովի աստվածապաշտությունը։ Ես տեսել եմ, թե ինչքան է ինքը նվիրված Տիրոջը եւ նա իմ համար օրինակ է եղել, Աստծո մարդու օրինակ։ Եվ դրա համար շնորհակալ ենք Ռուբիկ եղբայր, Տերը օրհնի։ Կարծում եմ, որ այստեղ շատ մարդկանց համար դու օրինակ ես, լավ օրինակ ես եղել Աստծո մարդու, ով իր անձնական կյանքի հետևից չի գնացել, այլ Տիրոջ փառքի, Տիրոջ գործի համար է նվիրված ծառայել։ Դրա համար է կանչել մեզ Սուրբ Հոգին սերներ։ Կանչել է, որպեսզի մենք իր արքայությունը տարածենք, ոչ թե մեր։ Կանչել է, որ արքայության ավետարանը մարդկանց պատմենք, որտեղ այս ամենը մի օր վերջանալու է, ժողովուրդ։ Այս ամենը մի օր պրծնելու է ուղղակի։ Եվ նրանք են մնալու հավիտյան, ովքեր ընդունել են այդ հրավերը, ովքեր հավատացել են Հիսուս Քրիստոսին, ովքեր ծառայել են իրենց կյանքի օրերը Տիրոջը, եւ Տերը մեծ վարձք ունի բոլորի համար, ովքեր որ անձնազոհ ծառայել են նվիրված Տիրոջը։ Օրհնյալ լինի այն օրը, երբ կմտնենք Աստծո թագավորությունը։ Մեր աչքերը կտեսնեն Հորը, Որդուն եւ Սուրբ Հոգուն։ Չգիտեմ դուք ոնց, ես շատ անհամբեր եմ։ Ես անհամբեր եմ տեսնելու։ Գիտեք չէ, որ մենք մեր մոտ տեսողական հիշողությունը ամենաշատն է, մոտավորապես 85% մեր տեսողական հիշողությունն է, 10% լսողականն է, այն մնացած 5%-ն էլ համը հոտը շոշափելիքն է։ Դրա համար մենք շատ բաներ ուզում ենք տեսնեմ։ Բայց ամեն ինչը չի, որ տեսնելով է, որտեվ հավատքը տեսնելով չի։ Հավատքը առանց տեսնալու է։ Բայց դա չի նշանակում, որ առանց տեսնալու ես հավատում եմ, ես պիտի չհամոզվեմ ու չհաստատվեմ։ Որտեվ հավատքը դա ուղղակի փուչիկ, մի հատ ունայն մի հատ դատարկ բան չի հավատքը։ Եթե դու իրական հավատք ունես, որը Աստծո խոսքից է սնվում, դու հաստատվելու ես։ Դու համոզվելու ես։ Դու զգալու ես։ Օրինակ քամին մենք չենք տեսնում, բայց քամու ձայնը լսում ենք ու զգում ենք նրան։ Նույնն էլ Աստված, նույնն էլ Սուրբ Հոգին։ Ու հետաքրքիր է, որ Հովանու ավետարանի 3-րդ գլխի մեջ Հիսուսը նաև վերստին ծնվածներին է այդ համեմատում դրա հետ։ Չէ՞։ Ասում է այնպես էլ հոգուց ծնվածները քամի մասին խոսալով։ Դե նայում է սովորական մարդ է, մեր նման մարդ է, բայց երբ որ այս մարդը սկսում է խոսալ, դու զգում ես, որ մեր նման մարդ չի։ Դու հասկանում ես, որ իրան ներսը Աստծուց շունչ կա, հոգի կա, ռուախ կա, որ ինքը տարբեր է մնացածից։ Տարբեր դառնանք սերունդներ, տարբեր լինենք մնացածից։ Ես անցած անգամ, որ պատգամ էի ասում սատկած ձկներին է գետը քշում, իսկ կենթանի ձկները լողում են հոսանքին հակառակ։ Եկեք հոսանքին հակառակ լողանք։ Այսօր աշխարհը ինչ թելադրում է, ինչ ասում է, չհարմարվենք դրան։
այլ հոսանքին հակառակ Աստծո տված օրենքներով ու պատվիրաններով ապրենք։ Որովհետև բոլորս մի օր կանգնելու ենք նրա գահի առաջ։ Թող լսելի լինի մեզ այս ձայնը, ապրես բարի եւ հավատարիմ ծառա։ Ոչ թե գնացեք մեկդի անիրավություն գործողներ։ Օրհնյալ լինի այն օրը, երբ կմտնենք Աստծո թագավորություն, իսկ քանի չենք մտել, վստահենք նրան, աղոթենք, թող Հիսուսը մեզ մկրտի, ընկղմի Սուրբ Հոգու մեջ, որ հաղորդ լինենք, մասնակից լինենք նրան, որ կարողանանք նրա ձայնը եւ առաջնորդությունը լսել ու զգալ։ Հովհաննեսն ասեց, ես ձեզ ջրով եմ մկրտում, բայց ինձանից հետո եկողը ձեզ կմկրտի Սուրբ Հոգով եւ կրակով։ Կարևոր է Սուրբ Հոգու մկրտությունը, թե չէ։ Այո, քանի որ մենք հոգեգալստական արմատներ ունենք, քանի որ մենք ընդունում ենք Սուրբ Հոգու մկրտությունը, մենք ընդունում ենք լեզուների աղոթքը, որը որպես պարգև էր տրված Տիրոջից իր եկեղեցուն, մենք այսօր հավատում ենք եւ ընդունում ենք սասիելներ։ Մենք հավատում ենք, որ հավատացյալը պիտի իր անձը շինի ամենասուրբ հավատքի վրա, Սուրբ Հոգով աղոթելով, որտեղ Սուրբ Հոգու տված լեզուների պարգևը նրա համար է, որպեսզի մենք մեր անձերը շինենք։ Աղոթքի միջոցով, լեզուների աղոթքի միջոցով մեր անձերը շինվի։ Եվ սա շատ կարևոր է մեր ծառայության, մեր կենսագործության համար, շատ կարևոր է այս պարգևը ունենալը։ Այո, մի ժամանակ շատ էինք մենք դրա մասին խոսում, մտածում, քարոզում, չէ, ասեմ, այսօր էլ է կարևոր։ Եթե սրանից մի 20-30 տարի առաջ ավելի կարևոր էր, այսօր էլ է կարևոր։ Ես ես ասեմ, այսօր ավելի կարևոր է։ Որովհետև դու կարող ես հայտնվել մի իրավիճակում, որտեղ եկեղեցի չկա, որտեղ ժողովուրդ չկան։ Կարող ես հայտնվել մի իրավիճակի մեջ, որտեղ դու մենակ կլինես քո խնդիրների դիմաց։ Եվ այդ ժամանակ, երբ որ դու քո բերանը կբացես, եթե այդ պարգևն ունես, օտար լեզուներով, անբարբար հառաչանքներով, հոգին բարեխոս կլինի քեզ համար։ Եվ այդ ժամանակ դու կզորանաս, եւ այդ ժամանակ դու կկանգնես, եւ այդ ժամանակ քեզ կզգաս ուժեղ եւ անպարտելի։ Դրա համար սիրելիներս, նրանք ովքեր մկրտված չեն Սուրբ Հոգով, ասեմ, այս պարգևը մերն է ու մեր որդիներինն է։ Այս պարգևը գործ կառաքելոցում մենակ առաքյալներինը չէր։ Եթե դուք ուսումնասիրեք, կտեսնեք, այս պարգևը նաև աշակերտներինն էր, հետո ուրիշներինն էր, ովքեր որ հավատացին, նրանք ընդունեցին Սուրբ Հոգին։ 1900 թվականին Չարլզ Պարհամը Տեխաս նահանգում աստվածաշնչյան դպրոց է բանանում, հիմնում, եւ այդ աստվածաշնչյան դպրոցի մեջ գալիս են հասնում են թեման Սուրբ Հոգու մկրտությանը։ Աշակերտները 35 հոգի են լինում եւ հանձնարարում է, ասում է գնացեք տուն ու ուսումնասիրեք, արդյոք արդիական է այդ պարգևը մեզ համար։ Գնում են աշակերտները տուն ուսումնասիրում են, երբ որ գալիս են ասում են Պարհամին այո, որտեղ մենակ դա առաքյալներին չէր տրված, այլ տրված է իրեն հնազանդվողներին, իրեն հավատացողներին, իրեն փնտրողներին ու կանչողներին։ Եվ այդ ժամանակ Պարհամն ասում է, եթե այդպես է, եկեք միասին աղոթենք։ Ու երբ որ նրանք ծունկի են գալիս աղոթելու, Սուրբ Հոգին իջնում է։ Եվ մի 18 տարեկան աղջնակ, որի անունը Ագնեսա է, սկսում է օտար լեզուներով աղոթել։ Սկսում է չինարենով աղոթել։ Ու ոչ միայն չինարենով աղոթել, այլ նաև գրել չինարենով։ Աստծո պարգևն է տրվում։ Առաջինը նա է լցվում Սուրբ Հոգով։ Հետո սկսում է բռնկվել այդ կրակը մնացած աշակերտների մեջ։ Մի քանի օր հետո Չարլզ Պարհամն էլ է մկրտվում Սուրբ Հոգով։ Եվ գիտեք, 1900 թվականը սկսվեց Սուրբ Հոգու հեղումով։ Ինչից մենք գիտենք, որ վերջի ժամանակներում ենք ապրում, որովհետև Աստված ասեց վերջի ժամանակներում ես իմ հոգին կհեղեմ ամեն մարմնի վրա։ Ես իմ հոգին կհեղեմ։ Դու գիտեք, որ արդեն 1905 թվականին 25,000 հոգի արդեն Սուրբ Հոգով մկրտված էր։
Էլ չեմ ասում 1906 թվականին, երբ որ Ազուզայի արթնությունը սկսում է, այդ կրակը տարածվում է ամբողջ աշխարհով մեկ։ Սերիներ, չմտածես, որ դա մենակ հովիվների, քարոզիչների մենաշնորհն է, Աստված մենակ իրանց է տալիս։ Չէ, ամեն անկեղծ փափագողին, փնտրողին, կանչողին Սուրբ Հոգին տալիս է։ Մի բան իմ կյանքից վկայեմ ու երևի երկրպագենք ու Տիրոջը փառքը տանք ու կաղոթենք։ Առաջի անգամ գնացել եմ տնային խմբակ ու ծունկի եկան կաղոթելու կողքս մի եղբայր էր, սկսեց անգլերենով խոսալ։ Ասես ինձ սիրուն է խոսում այս տղեն։ Ես ինչ լավ անգլերեն գիտի այս տղեն։ Հետո աղոթքը վերջացրեցինք, ասեցի աղբերս անգլերեն գիտես, ասես չէ։ Ասեցի ֆունց դե, ասի դու նոր չէիր խոսում, ասեց էդի Սուրբ Հոգին էր։ Ասի ինչ էր, ասեց էդի պարգև էր Տիրոջից տված։ Վայ, ասի, եթե ես խնդրեմ ինձ էլ կտա։ Ասեց հա, ասեց ամեն հավատացողին կարա տա։ Այդ օրը իմ մեջ չգիտեմ ինչ մտավ։ Ասի Տեր իմ Աստված, եթե ես չաղանանին դու տալիս ես, ինձ էլ կտաս։ Բայց 10 ամիս գիշեր ցերեկ աղոթում եմ, ուրիշները կողքս մկրտվում են, ես չեմ մկրտվում։ Ուրիշները մկրտվում են, ես չեմ մկրտվում։ Ես այդ ժամանակ բարեգործականում էի աշխատում ու մկրտական մեր եղբայրներից էլ իրար հետ միասին աշխատում էինք։ Մի օր հրավիրեցի այդ մկրտական եղբայրներից մեկին, ասեցի արի գնանք Փարոսի անտառ, Աստված պարգև ա տալի, Սուրբ Հոգին ա եղում մարդկանց վրա, ասեց կգամ։ Եկանք հիմա կանգնել ենք ծառի տակ, այտենց երկրպագում ենք Տիրոջը, փառաբանում ենք Տիրոջը, մեկ էլ այստեղ սկսավ Սուրբ Հոգով աղոթել, ես հələ չեմ մկրտվել։ Հիմա ասած գրկել եմ էսի զորությունից, փառաբանում ա Տիրոջը, ասենց քիչ էր մնում թողեի այստեղին։ Խռովեցի այդ օրը։ Ասի Տեր իմ Աստված, ես քեզ աղոթեմ, ես բերեմ այս տղունց տե, դու իրան տաս ինձի չտաս։ Աստված ստուգում է, թե որքան ես դու փափագում, որքան է կարևոր քո համար, ինչքան ես ծոմ պահում, ինչքան ես ամեն անգամ աղաչում, խնդրում, լացում, ասում ես Տեր, դա իմ համար կարևոր է։ Եվ 92 թվականի հոկտեմբերի 4-ին, երբ որ ես աղոթք էի անում, այո, այդ ջերմությունը, այդ կրակը ես էլ զգացի, ոնց որ առաքյալները զգացին։ Եվ հենց մկրտվեցի, սկսեցի իսպաներեն լեզվով երգել։ Էդ իմ համար, հետո ես ինչ իմանայի, որ Աստված լեզուների փաթեթ է պատրաստել իմ համար։ Մի լեզու չէ։ Երևի այդ 10 ամսվա իմ խնդրվածները Տերը փառք Տիրոջը։ Փառք ասում։ Ինչ եմ սա պատմում, սերներ։ Պատմում եմ, որ ձեր մեջ ծարավ առաջացնեմ։ Պատմում եմ ձեր մեջ այս աղի գործն եմ անում, էլի։ Աղը ասում եմ, որ ծարավ առաջանա ձեր ներսը, որ դուք էլ փափագեք նրանք, ովքեր չունեն։ Փափագեք, որպեսզի Աստված լեցնի ձեզ իր հոգով։ Լեցնի եւ ամբողջապես փոխի ձեր կյանքը։ Այո, մկրտությունը մենակ լեզուներ չի։ Մկրտությունը իր մեջ վերցնել է, ընկղվել է նշանակում։ Եթե մենք ջրի մեջ ուղակի թաղվում ենք ու դուրս ենք գալիս, Սուրբ Հոգու մկրտությունը ոնց որ մտնես վադապատի տակ։ Վերևից թափվում է ու դու իր մեջ ես հայտնվում։ Նրա համար, որ դու կարողանաս իրանով առաջնորդվես, լսես իր ձայնը, որ կարողանանք, որտեղ գրած է, նրանք են Աստծո որդիները, ովքեր հոգով են առաջնորդվում, ովքեր Սուրբ Հոգուն դարձրել են իրենց առաջնորդ, ովքեր լսում են Սուրբ Հոգուն, ովքեր ղեկավարվում են Սուրբ Հոգուց։ Սերուներ, թող Տերը լեցնի մեզ եւ այն աղոթքը երկրպագությունը, որ մենք պիտի կատարենք, օրհնենք Տիրոջը, աղոթի ասա Տեր, ես էլ եմ ուզում։ Իմ համար էլ է դա, դու պատրաստել ես իմ համար էլ, չէ որ դու ինձ էլ ես սիրում, չէ որ ես ընկած չեմ քո աչքերից, տուր, ես ուզում եմ զգամ քեզ, ես չեմ ուզում ուղղակի այս մարդկանց ասածով հավատալ, ես ուզում եմ անձամբ քեզ հանդիպել Տեր, ես ուզում եմ անձամբ զգալ քո ներկայությունը, ես ուզում եմ որպեսզի իմ հոգին բոցավառվի քո այցելությունից։ Հիսուս,
դու ես Սուրբ Հոգով մկրտողը։